պատրաստելու ենք միասին պրյանիկներ, ուրեմն ես պատրաստել եմ 2 տեսակ շոկոլադե եւ վանիլային, դուք ինչպես կցանկանաք, ուղղակի եթե պատրաստելու եք նաեւ շոկոլադե, ալյուրից 20 գրամ պակաս եք լցնում եւ այդ 20 գրամի փոխարեն ավելացնում եք կակաո 20 գրամ։ Եվ այսպես մեզ անհրաժեշտ է վերցնել ալյուրի կեսը, շաքարավազը, մեր բոլոր համեմունքները, որը որ հենց այստեղ պրյանիկի այդ որ համեղ, այդ անուշաբույրությունը հենց սա է, հիլ, դարչին, մեխակ, վանիլ, մի փոքր աղ, այս ամենը մի շատ անուշ համ է տալիս պրյանիկներին եւ ավելացնում ենք այսպես վրան կաթ, անպայման գոլ, ոչ տաք, ոչ սառը, հենց գոլ ենք ավելացնում, որովհետև շաքարավազը պետք է հասցնի հալվի, իսկ եթե տաք լինի, ալյուրը կեփվի, այնպես որ այստեղ մի փոքր նրբություն կա։ Այսպես այս զանգվածը մի լավ խառնում ենք, դարձնում ենք համասեր զանգված եւ վրան ավելացնում ենք մեղրը, ձեթը, ես բաղադրատոմսը մանրամասն գրել եմ։ Ավելացնում ենք մեղրը, ձեթը եւ անպայման փխրեցուցիչը։ Հիշում եմ մի անգամ պատրաստել էի ինչ-որ բան, մոռացել էի փխրեցուցիչ ավելացնել եւ հեչ հաջող չստացվեց։ Այնպես որ ուշադիր եղեք, որպեսզի ստացվի համեղ։ Պատրաստում ենք խմոր, շատ փափուկ, մի փոքր ձեռքին անգամ կպնող, որպեսզի դե ալյուրները տարբեր են լինում, դուք էլ ուշադիր կլինեք, իհարկե, պատրաստում ենք գնդիկներ, թաթախում ենք շաքարի փոշու մեջ եւ թխում ընդամենը 10-12 րոպե։ Եթե ձեզ մոտ մի քիչ ավելի մեծ եք պատրաստել, մի փոքր ավելի երկար եփեք, 15-17 րոպե։ Եվ վայելում ենք այս